Բարեձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է ազգային ժողովի падգամավոր Հայաստան Դաշինքից Գառնիկ Դանելյան։ Բարեձեզ, պարոն Դանելյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես սպանությունների շարքը մեր երկրում շարունակվում է։ Երեք առաջին օրը գիշերը նույն օրը, հա, մենք իմացանք, որ Փարաքյարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանին էին գնդակահարել բառից բուն իմաստով, ինչ որ ինֆորմացիաներ հրապարակ եկան, ոստիկանությունը տարածեց, որ ակնհայտ է, որ սա պատվերով կատարված սպանություն է, կրակել է, որից հետո մոտեցել է, նորից ստուգողական կրակ է եղել, հարվածել է, նրա հետ նաև զոհվել է ոստիկանության աշխատակից իր ընկերն է եղել։ Ես պատկերացնում եմ, որ այս լրփազգին, եթե հանկարծ ՔՊՀ-ական որևէ մի պաշտոնյայի հետ նման բան տեղի ունեցած լիներ, ինչ որ մի գրառում էր արել այդ լրփազգի ներկայացուցիչը, որ ցավում է, չգիտեմ, կբացահայտվի ինչ կանի, ես վստահ եմ, որ ներքնաշորով կամ առանց ներքնաշոր միանգամից ինքը պատուհանից դուրս կգար, sense Լենինի կեցվածքով կամ չգիտեմ ում կեցվածքով կկանգներ ու լրփի ձայնով կբղավեր ողջ աշխարհով հանրապետությունով մեկ, սա չորրորդ իշխանության դեմ է, այսինքն Թուրքիայի դեմ է, էլի։ Սա մեր պետության դեմ է, սա իշխանության դեմ է, ուզում են կազմաքանդեն, բա լրփազգիներ, բա ուր եք, մարդուն պաշտոնյայի գնդակահարում են, ոստիկանության աշխատակցի գնդակահարում են, ոչ թե նրա համար, որ ոստիկանության աշխատակից է, նրա համար, որ ընկերն է եղել, չէ, եւ իր հետ է եղել, եւ այն մյուսին էլ։ Եվ մի հատ գրառումով, sense գրառում ես անում ու գնում ես։ Մենք գործ ունենք բառից բուն իմաստով պետական բանդիտիզմի հետ։ Հանցագործությունը միայն իրենց թվերով, չգիտեմ, կրկնապատկվել, եռապատկվել, քառապատկվել է։ Փողոցից եկած թափթփուկները այսօր հայտնվել են տարբեր բարձր պաշտոններում, իսկ եթե թափթփուկը այդպես է, այն որ սենց բերանները բացած հրճվանքով, կովի անասունի հրճվանքով բղավում էիք, ինչ որ փոփոխություններ էիք ուզում եւ փողոցից եկած ժեխին բոմժին բերում էիք նստացնեիք իշխանության, այդպես էլ ոլորտ այլ ոլորտ կազմաքանդվում է եւ ինքը շատ սահուն կերպով գալիս է եւ թակում է ձեր պայմանական ասած ձեր դռները։ Գնդակահարվում են ձեր ամուսիններն ու որդիները։ Գնդակահարվում են պատերազմի դաշտում, ռազմի դաշտում, տրանշեմին, չէ՞, ամենուր։ Այսա մենք այս 8 տարի, արդեն 7 տարի, 8-րդ տարին է մոտենում, մենք այս բանդայի ձեռքն ենք եւ բառից բուն իմաստով պետական բանդիտիզմ, որտեղ դու ոչինչ չես կարող, միայն հապստամբությամբ, ընդվզումով, պայքարով, ընտրություններով, չգիտեմ, ինչ ճանապարհով լինում է, պիտի կարողանալ բառից բուն իմաստով ազատագրվել։ Եվ ինչն է ուշագրավ, նույն ժամանակահատվածում մեր հայրենակիցը, որ այստեղ ինչ-որ խնդիրներ ուներ, էլի շատ բարձր պաշտոններ է զբաղեցրել, հետո Արցախում էր աշխատում, եկավ այստեղ, իմիջիալոց մեզ մոտ եղել ինքը մի անգամ, հետո դրանից հետո Ռուսաստանի Դաշնությունում հայտնվում է ծայրահեղ անելանելի վիճակի մեջ եւ փորձում է ապաստան գտնել Սանկտ Պետերբուրգի հայկական հյուպատոսարանում եւ խնդրում է, չունենք իր նկարը եւ խնդրում է, որ Կարեն Աբրահամյանը, որ իրեն հնարավորություն տան վերադառ հայրենիքի, այսինքն հասկանում է, որ իր դեմ որոշակի կամ հստակ ինչ որ բաներ կան, բայց պատրաստ է այդ պատասխանատվությունը կրել հայրենիքում, Հայաստանի Հանրապետությունում, բայց ինքը մոռացել է, որ այդ հանրապետությունը արդեն գոյություն չունի, գոյություն ունի 4-րդ հանրապետություն կամ նիկոլական, չգիտեմ ինչ, կամ թուրքական, որ տարբերությունը շատ բան է, ըստ էության նույն բանն է։ Իմիջիալոց ես, չգիտեմ, երեք իմացա, որ կինն է երեխա է սպասում, 3-րդ երեխան է, ինչ է ողբերգությունը ողբերգության հետևից։ Սա այն
դագաղների ողջունելու արձագանքն է, այդպես է, թե չէ, պարոն Դանիելյան, այն որ դուք ասում եք իբրև թե հավատացել եք, ես ճիշտն ասած 1000 անգամ ասել եմ, պարոն Դանիելյան, ու չեմ հոգնում կրկնել, ես իսկապես չեմ կարող հավատալ, հասկանալ որևէ մեկին, ինչ ուզում եք ասել, որևէ մի ուժի, որևէ անձի անհատի, որ կարող էր ունենալ որոշակի սթափություն, գիտակցություն եւ բարոյական որևէ արժեհամակարգ, նորմալ արժեհամակարգ ունեցող մարդը կարող էր այս այլանդակությունների հետևից գնալ։ Դա 18 թվականը կլիներ, 19 կլիներ, 20 կլիներ, չեմ ասում 21-ին պատերազմից հետո։ Դա անհնար, չգիտեմ, դա պատկերացնել հնարավոր չի։ Մարդը ինքնին այլանդակություն է իր բառամթերքով, իր ժեստիկուլացիայով, իր խոսքերով, իր նկարագրով, իր անցյալով, իր դիմագծով, իր խոսույթով, իր պատկերով, իր արտաքինով, իր վարքագծով, իր բարոյականությամբ, ծայրից ծայր այլանդակություն, պիղծ, ոնց որ ասում էր Պարուր Հայրիկյանը, պիղծ, պղծություն, ու այս պղծությունը առաջին օրը այդ իրա այլանդակ սենց բանով, գոռոցով բան ասում էր, բերելու եմ արյուն, ըստ էության դա էր, ինքը որ ասում էր, ծեփելու եմ, փռելու եմ, ոնց կարելի էր այդ այլանդակության հետևից գնալ, ծեփելու եմ, ձեր հարսանիքները անելու եմ դագաղներով, ըստ էության դա էր, ինչ հարսանիք, ինչ 5000 պայծառ երիտասարդների հարսանիք, դագաղներ եմ բերելու, ինչ հարսանիքի ձայն, ինչ երջանկություն, ինչ ուրախություն, դագաղներ, էլ ոնց ասեր այդ մարդը, ոնց կարելի էր այս մարդուն ճանաչել, այս մարդու հրապարակումներին գրքին ծանոթ լինել և դրանից հետո գնալ այս այլանդակի հետևից, ու մարդը չէր թաքցնում, դագաղներ են բերելու համատարած, արյուն են բերելու, Կուտոյանի ինքնասպանությունից հետո, երեկ իմիջայլոց Հայկ Հարությունյանի ինքնասպանության օրն էր, գիտեիք, ոչ մի բան հենց այնպես չի, գնդակահարենք տեղում, համարձակվել ես ինքնուրույն բանի դուրս գալ, համայնքապետ համարձակվել ես սենց, գնդակահարենք տեղում, եթե հանկարծ KP-ից լիներ, լրպի ձայնդ կգցեիր կասեր, հիման կտեսնեք մեր թշնամիներին ընդդիմությանը, չգիտեմ, տեսեք ինչ են անում, կտանեիր ու եկեղեցու գլխին բարդ էիր ասեիր, եկեղեցին է անում, սա բոլորը մեղավոր են, այս զոհված երիտասարդները մեղավոր են, այդ վերջացավ նախկինները մեղավոր են, վերջացավ նախագահները մեղավոր են, զինվորները մեղավոր են, գեներալները մեղավոր են, արցախցիները մեղավոր են, վերջացել է, այլ եկեղեցին է մեղավոր։ Բոլորի վզով նորից կփաթաթեր ու ես իմ քանի ձերբակալություն եմ ներկայացրել։ Բա ուր ես։ Բա ուր ես, բա մի հատ գոռա տեսնենք ուր ես։ Գնդակահարել են, գնդակահարել են։ Քո պաշտոնյային ընտրված մարդու գնդակը, բա մի հատ հələ դուրս արի, պետք է լրբի ձայնով մի հատ հիմա որ ուրիշ բան կառավարչանից բան կհետաձգեին ամեն ինչ կնստեիր ու կճղղրտայիր, կապտելով բերանի փրփուր տալով սենց ես իմ ինչ կանեիր։ Աչքերից ասես կայծերը կգնար կասես հոշոտեմ բոլորիդ։ Եկեղեցին կտոր կանեմ, կաթողիկոսին կտոր կանեմ, են սրբազաներին տարեկա ածը նկուղները, կգնայր մի հատ էլ ամբյոնի մոտ կեզ կծեփեիր կտայիր պատերին կասեր, կտանեմ բոլորիդ, բա ասա մի հատ էլ տեսնենք ինչ ես անում, քանի պաշտոնյայի ռադարեցիր, քանի արամների ռադարեցիր, քանի են ինչա, արփինեների ռադարեցիր, ինչ արեց, ինչ ես արել, արդեն մի ամբողջ օրից օր ու կես անցել է, ինչ արեցիք, դե ծածկա դմփոցի եք անելու գնաք, ոնց որ են սպային, խուժանները, քո KP-ի խուժանները ծեծելով սպանեցին, 18 հոգու բանտում, դաժան պայմաններում սպանեցիք, հիմա Սամվելյանին, քո Արամ Սարգսյանի ձեռքով պատրաստում եք սպանել, ինչա Վանո Սիրադեղյանի ժամանակներն է, որ ժամացույցին նայելով տկ մեռավ, սենց բաներ եք անում, բանդա եք ստեղծել մարդասպանների հերթով գնան, բա քանի չեք բացահայտել ձեր ձեռքն ամեն ինչ ասել են դուք եք, դե բացահայտի ասա,
Գոռա, քպական չի, հա, ուրեմն կարելի է ասենց ծպտուն չհանել, մի հատ գրառում ես արել ու ծպտունը չկա, հիմա քեզ բան կանեիր, այն Մոսկվա մեկնող ինքնաթիռից գլուխդ կասեին, մի հատ էս իջեցեք, ասեին, գիտեք, չէ՞ բան դանել են, կասեին չի կարելի, կասեք իջեցեք գլուխս անեմ, ասեմ գալու եմ, բոլորի դռներով դագաղները բերեմ, քպականի եք սպանել, եթե հանկարծ մի հատ քպականի մի բան լինի, վստահ եմ այդպես ես քեզ պահելու ու հրանգել եմ են սրպազաններին 40 տարի տվեք, վեհապարի դեմ չգիտեմ ես արեք, նրա դեմ են արեք, չկա չէ, ծպտունը չկա, են մյուսներն է չգիտեն էլ ինչ ասեն, սենց, դե մտածում են հայելի ժողովուրդը, տեսա կալասի տենց չի լինում, լսում է, մի օր էլ պայթում է, իհարկե դուք հույս ունեք, որ այդ պայթելուց արդեն թուրքերը էստեղ կլինեն, և ոչինչ հնարավոր չի լինեն, բայց այդպես չի, կամ ես ողորմելի դատավորը, Ինչ այդ օրը գնացիր տուն, ես կարծում եմ երեխաներ ունի, օրինակ ինչ էի, ոնց էիր նայում իրանց աչքերին, ասում էիր մաման սրբազանին դատեց եկավ, հա, անաստված, անխիղճ, սրբապիղծ, իրենք իրենցը անում են, հա, այս տիկինը, ինձ հետաքրիր այս հայացքը, որ նայում էլ, ինչ է մտածում, Երեկ էլ գնացել է ելի դատարանում էի, սենց վախվորա, ենքը մեղավոր է ճանաչում, ու փախավ, ինչի փախար, բան մնար, եթե այդքան վստահ ես, որ դու հանցագործ, ասիկ դու չես ամո, ես չգիտեմ, էլ ասիկ սրբազանը հանցագործ, պատկերացնում եք, ես ուր ենք հասել, մոնղոլ թաթարներու անեկել են, եկեղեցու կողքով անցել են, ես ուր ենք հասել, Խնդրեմ բանոն սպանությունները, սրբազանի դատավարությունը և բան են, արդարադատություն են բանեցնում, ես եսակ խոսեմ էդ Արամ Զավենի Սարգսյանը, չգիտեմ ինչ աղ,